ասես։ Գործերի մասին, այն ամենի մասին, որ նա արել է, կապված հայկականացի է, բայց ես ունայի բանհազբանյան, մենք խոսենք նաև այսօր ավելի այսպես արդիական հարցերի շուրջ, այն ինչ կատարում է այսօր Թուրքիայում, ես կուզենայի անունս Քեմալ Յալչինի հասկանալ թուրք մտավորականության վերաբերմունք այսօրվա Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ ինչով նրանք կարող են, ինչպես են միջամտում այդ հարցերին եւ ինչ են անել։ Sizce tanıdığınız uzman sonra Kemal Bey, ben şimdi anlattığım kimse. Bizim özellikle bugünkü aktüel dünyamızda, Türkiye, Ermenistan, Türk-Ermeni halkları, Türk aydınının omuzlarına düşen görevler, bunlar nasıl yapılmalı falan bu dünyayı anlatsın soruyor. Mesela bir tane şart karşıya siz zamantasından oraya Kemal Yalçın'ı. Buranın zımvele Türkiye'yi Denizli kağıtın, bu Ege'yen hafazını. Buranın Honaz küğüm, Honaz'ı Mertvarbutunit var. Sur Boğosi, hem Pınagavar bakteriyorsun ki Susi Araklarları, ya başta Hıron'un basını yapan da Zerakir Vakfan'ın hin adı Honaz'ın ekleri. Dediğim ki drama arasında amena bakmadan çabayırın zımazmarken İngiliz Müslüman, İslam, Sünni, Havadatsya, Hacı'yım var, Mekke Medine'ye nasıl, եւ ազգությամբ Թուրքի, ոչ մի կողմից որևէ խանութ չունի, մակրամատուր այսպես ասած այդ թուրքազգի է, եւ ինչ նախագծարանում, ինչ վարժարանում, ինչ համալսարանում հայկական խնդիր, հայություն չի շփվել, չի իմացել, բացառությամբ որ քիրքերում, բացառությամբ քիրքերը որ երեխաներին սովորացնում են, այդտեղ հայերին դավաճան են անվանում, բացառությամբ ասում են առանց հասկանում ինչ հայով է։ Ուրեմն փիլիսոփայություն է սովորել Իստանբուլ համալսարան եւ ինքը իբր փիլիսոփայության դասադու դպրոցներում դասադու է եղել։ Ուրեմն Թուրքիայի ամենամեծ 150,000-ից ավելի անդամ ուներ։ Ուրեմն մանկավարժների ասոցիացիա կար միավորում, այդ միավորման վարչության անդամն է եղել ինքը։ Այդ միավորման վարչության անդամի կարգավիճակով նաեւ թերթ է խմբագրել ժողովրդական ուղի անունով թերթ, որտեղ անտես է եկել իր հոդվածներով եւ հակաիշխանական, բնականաբար դա եղել է 74-ից մինչեւ 79 թվականները, իր հոդվածներում պատճառով հալածվել է, հետապնդվել է եւ 12 սեպտեմբեր 80-ի ռազմական հեղաշրջումից հետո փախուստի է թիմել, Թուրքիայի Հանրապետությունից փախել է, որովհետեւ փամբ չլինի եւ ապրում է Բոխում քաղաքում, Գերմանիա 1981 թվականից իբրև քաղաքական ավաստանյալ։ Իր 13 տարի չի կարողացել գնալ իր ծննդավայրը, ուրեմն միայն 93-94 Թուրքիայի դրոշում 13 սենս վրա 1995 թվականին, այսինքն 95 թվականին առաջին անգամ վերադառնում է, որովհետեւ իրեն տասադուն հանդիսացող Դիգին Մելինեի պատկամը կատարի, սա է պատկամը, Սենելե Գյուլերին, որը իր այսօր Հայաստանում գտնվելու շարժարիտն է, հոգիս քեզնով գխայդա, հայերեն դարբերակը, Մելինեն իրենք իբրև թուրք տասադու Գերմանիա, տասադուներում վերաբադրացման կուրս են անցել եւ իրենց տասադում հանդիսացել է Մելինեն, բոսահայ մի դիգին տասադու, ու իրենք երբևէ չի իմացել այդ գնոջ հայ լինելու բան, ասում են մեզ բախում էր Չինաստանի մասին, Ֆինլանդիայի բան, բայց հայության հայրենիքի Հայաստանի մասին չէր ասում, երբ որ ասում են կուրսերը ավարտվեց, ասում են ես նախ շշմած էի, որ Դիգին Մելինեն իր ժողովրդի մասին չէր պատմում, ասի ինչու չես պատմում քո պատմությունը, Մելինեն, ինչու քո հայկականությունը չես դրսևորում, ասում մեր ցավը պատմելի չէ, էլի, ինչ պատմենք, ամեն անգամ եթե ես պատմեմ դուրամ, ասել է ես ուզում եմ գրել հայության մասին, եթե թույլ տաս, ասել է դու գնա Արևմտյան Հայաստան, Գիլիգիա, Մանարի, հեռադարձի, այդտեղ քջիր այդ ապրողներին 15 թվականին, նոր ես քեզ հետ կխոսամ։ Ինքը գնացել է առաջին Թուրքիա գնալն է եւ գրել այս գիրքը շշմելու գիրք է, իրոք հայերենը գարտացեք, դա իրոք պիտի ընթերցի ցանկացած հայ եւ գտել է պատկարելի տարիքի ասած 95-96, 100-101 տարեկան վերապրողներին հայերին, որոնք պատմել են ինչ որ եղել, ես մարդասում շշմած էի։ Ինձ ծնված մեզ ասած դեպքում նոր իմանում եմ 50 տարեկանում, որ այս Հայաստանը, այս մարդկանց, այս է պատահել եւ այլն,
ու այս քիրքը վերելուց հետո Մելինեի հետ բանանում եւ Մելինեի կենսակրությունն այս քիրքը նաեւ իր ընտանիքի կենսակրությունը իր առաջին աշխատանքն է։ Այդ օրվանից մինչեւ հիմա այստեղ 13 հատ քիրքեր գտնում եք 25 քիրք եղանակել, որոնցից գեսից ավելին հայերին այդ սեյֆը երահադորնալ ասորիների ցեղասպանությանը վերաբերող եւ նրանց պատմություն։ Ասում եմ, ես ամանչում էի, որ ես իմ ծնված մեծացած հողերում գույների մասին, հայերի մասին, ասորիների մասին դվյալ չունենալով մեծացել ենք մեզ ու մեծացել են սա ձեր երկիրն է եւ այլն։ Ինքը ազնիվ վտավորական է, ես իրեն ճանաչում եմ 22 տարուց ավել, գրել է նաև իմ ընտանիքի, իմ մամայիս, պապայիս ծննդավայրի պատմությունը, որը հայերեն դարբերել է Սարիգյանին, այս է եւ թուրքերեն դարբերել է Բարոն Հարությունյանի մոտ է, եւ այսպես Հայաստան հրավիրվել է հենց այս գրքի անգլերեն դարբերակով Նյու Յորքում մի քանի ամիսներ առաջ բեմադրված հոգիս քեզնով գխայդա տադերկությամբ, այդ տադերախումբի հետ, որտեղ սպիրկա եւ հայաստանցի դերասաններն են, այսօր առաջին ներկայացումն է Գյումրիում, վաղը Վանաձորում, իսկ շաբաթ օրը ամբողջ մամուլը հրավիրված է ծեր լրագրող լինելով հանգամանքը, ծեր լրագրողական վկայականը հերիք է մոտ գործելու համար, ինքը եւս սրտանց հրավիրում է ձեզ, հատկապես մամուլի ներկայացուցիչներին, շաբաթ օր ամսու 17-ին ժամը 19:00 մեր Ստանիսլավսկու թատրոնում հենց բեմադրությունն է գկակ կտեսնեք ինչի մասին է այս ամբողջը առաջին անգամ է Հայաստանում երբեք չի եղել մենք այստեղ գալիս ենք Ձիզեռնագապետից եւ ինքը նույնպես 2 ժամ հոնկորոնգուրլացում էր այդտեղ ձնգաչոք մեր հավերժության գրագի առաջ այսպես սա Քեմալ Յալչինցես այդ կանով ինչ կանով կարողացա ամփոփել եւ ներկայացնել եւ ինքը իբրև մտավորական ասում է մենք շատ մեծ պատասխանատվություն ենք կրում այս ամբողջ ցավի համար եւ պիտի ամեն ինչ անենք որովհետեւ կարողանանք մենք եւս մեզ մարդ անվանելով հայերի աչքերին նայելով ուղիղ ինչ որ կյանք ունենալ ես պարոն Հարությունյանը հարց արդեն իրեն թարգմանապատվի շնորհիվ թուրք հայտնին görevleri vesaireyle ilgili sorunun cevabını verebilirsin. Tabii sen görebilirsin. Her şeyi söyleyebilirsin. Streli Haykuleriz, İler Streli Yekbaleriz, Seroyer, Hakan, Kol, Kıbarların Ses. Sevgili Anadolu kardeşlerim, hepinizi saygı ve sevgiyle selamlıyorum. Bu basın toplantısına bu kadar çok sayıda gazetecinin gelmiş olmasına son derece mutluyum. Bunu bize imkanı veren basın sarayının sayın müdürüne çok teşekkür ediyorum. Aynı zamanda beni tanıtan ve 25 yıldan beri arkadaşım olan Sarkis'e de çok teşekkür ediyorum. Benden daha güzel konuşuyor ve daha güzel çeviriyor. Çok teşekkür ederim. Շնորհակալություն հայտնում հյուրընկալության համար, ծեր երթիքի դակ նոյան դավանդարատվական կորզակալության ամփոփ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին արդեն թարգմանելու բարեկցիկը հայերենով ուզեցին կծես անպայման բարելի մեր մայրենիով այսքան հիմա Az önce soykırım antını ziyaret ettim. İlk kez öyle bir soykırım antını ziyaret ediyorum. Այստեղ գալիս եմ Ձիզեռնագապետից առաջին անգամ եղա Հայաստան եւ այդտեղ Çok etkilendim. Շատ հուսված եմ, շատ ցնցված եմ։ Sizin acınızı kendi acılarım kabul ediyorum. Ձեր ցավը համարում եմ իմ ցավը։ Bugüne kadar son 25 yılda 5000 sayfa kadar Ermeni soykırımı ve Süryani Asuri soykırımı hakkında yazdım. Bu yazdıklarım Ermeni halkının başına gelen acıların sadece birkaç damlasıdır. Acının bu kadar derin ve büyük olduğunu biliyorum ve sizin acınızı kendi acılarım kabul ediyorum. Արդեն 5000-ից ավելի էջ հեղինակել միայն հայկական իրողության, հայոց ցեղասպանության եւ հայոց ժողովրդի դարավանդներին, նվիրված նաեւ դրա գողքը ասորի ժողովրդի դարավանդներին եւ ցեղասպանության, այս գիտեմ որ այդ իմ արածներս ծեր ժողովրդի ծեր ազգի ցավի համար մի քանի գաթիլ նույնիսկ չէ, անելիքը շատ է, ես այդքան եմ հասցրել անել ասում եմ հավատացեք շատ անգերց այդ ցավը ես հոգուս խորքում գրում եմ եւ ցնցում եմ Şimdi sorularınıza cevap vermek istiyorum. Soru şuydu, Harunyan Dikran zaten söyledi, ben size söyledim. Türk aydının görevi bugün, Türkiye'deki yapı, toplumsal Ermenilerle nasıl barış olacak, nasıl olacak? Size kısa Sevgili Ermeni kardeşlerim,
100 yıldan beri soykırım devam ediyor. Soykırımın bitmesi için öncelikle bunun kabul edilip özür dilenmesi, adil, eşit, haklı bir kardeşlik kurması gerekiyor. Ասում է, ես համարում եմ ցեղասպանությունը այժմ եւս շարունակվում է, քանի որ Թուրքիայի իշխանությունները դրժում են դրա իրողությունը, եւ որպեսզի թաթարի ցեղասպանությունը կանգ առնի, պետք է առերեսվել այդ եղողը պատմությանից եւ ընդունել եղածը։ Ես այդպես եմ համարում։ Հակառակ դեպքում երբևէ չի պիտի լինի խաղաղություն, մոնայուն ինչ-որ մեր տարածաշրջանում, սա բոլորիս համար բաց է։ 100. yılda dünyanın bütün demokratik ilerici devletleri, dürüst devletleri, vicdanlı insanlık soykırımı kabul etti. Ասում է 100-րդ տարելիցին մինչև հասնելը աշխարհի քաղաքագետ աշխարհի բազմաթիվ պետություններ հայրան ցեղասպանության իրականության հետ արարեցվելով ճանաչել են այդ pedagoganların başlanaganların Türkiye Cumhuriyeti hükümetleri 100 yıldan beri bu gerçekliği inkar ediyorlar. Son Erdoğan hükümeti de, şu andaki AKP hükümeti de bu inkara devam ediyor. 100. yılda Türkiye Cumhuriyeti dünyada yapayalnız kaldı. Hayır, tarihçinin aşağı menak münasaz miyak belirttiğini Türkiye'ye ara belirttiğini. Türkiye'nin menak münasıya ulaşardasını imdi. Orada vasfına hayır davutsiler, onlar işanlıkları, inçkan Türkiye'ye ara belirttiğinin işanlıkları, yerelen ayjımya, tarihçinin zarkasın dusaksuyan işanlıkyan orok Erdoğan'ı yevz, nüyn panne, nüyn yerden yerkum, sud, geldik, մեր ժողովրդություն այս իրականության հետ կապված, բայց ասում է այդքան լինելով հանդերձ Թուրքիան մենակ ինքն է ասում, ինքն է լուսում։ Türkiye Cumhuriyeti ile Ermenistan Cumhuriyeti arasında iki hükümet arasındaki ilişkilerin, bu görüşmelerin içeriğini, arka planını, neler konuşulup neler konuşulmadığını, gizli planlarda ne olup bittiğini bilmiyor. Բնականաբար ասում եմ, ես իբրև քաղաքացի չգիտեմ Պետական մագարտակի Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները վարակույրը հետևում ինչ-որ բան գա, թե չի գա, այսինքն եթե ռուբերությունները իրար հետ ինչ-որ ծերի առնչվում են, այդ ամբողջից ասում աններյալ եմ, բայց իբրև մտավորական մարդ Erdoğan hükümeti başına 10 sene önce bu sorunu çözeceğiz demişti. Bazı adımlar atıyor gibiydi. Umutlandık ama gördük ki bunun hepsi yalanmış. Şimdi tam tersini yapıyor, inkar ediyor. Շփախտաբար ասում է 10 տարի առաջ Էրդողանը բոլորովին ուրիշ կեցվածքով սկսավ քաղաքական դաշտի ներկայությամբ։ Ասեց մենք այս հարցը պիտի լուծենք։ Պիտի վերջ տվես հայկական ակցի ակտիվ քննարկումներին եւ կարծես թե ինչ որ սկսան քայլեր անել, չէ՞, այդ որ կապվածների հետ վերադարձնենք նրանք ինքը չի ասել, ես եմ ձեզ ասում, ազատություն կար, ամեն մարդ խոսում է ցեղասպանության մասին, ցույցեր են լինում, քիրքեր են հրադարակում, չէ՞։ Սամբողջ Էրդողանի ժամանակաշրջանն է։ Այսինքն ասում է, այսքան փանանով մարդը միասացում է, խապեց բոլորիս եւ խապեպը դուրս եկավ, ասում է, չէ, հիմա նույն գեցվածքը այդպես փիտ, ասած կանգնած մերժում է սիրողությունը։ Keşke ben başbakan olsaydım şu soru söyleseydim. Ասում է Երանի, ես Թուրքիայի վարչապետ եմ, Abidjan Rezludzeyi. Başbakan değilim, Cumhurbaşkanı değilim, parlamento başkanı değilim. O bakımdan bu sorunu ne yazık ki çözemiyorum. Bir yazar olarak şimdi ne yapmak lazım onu söylemek istiyorum. Ասում է, քանի որ ես pedagogan իշխանական մարմինների ներկայացուցիչ չեմ, ինչ վարչապետ եմ, ինչ նախագահ, ինչ խորհրդարանի նախագահ, բարձր որ ես ոչինչ չեմ կարող անել, բայց ես իբրև թուրք քրով ինչ կարող եմ անել, իբրև մտավորական, ուզում եմ դա առայել։ Ermenistan'da nasıl ki Sovyetler Birliği zamanında uzun zaman Ermeni halkı, Yerevan halkı acısını ifade edemediyse, soykırımı ifade edemediyse, aynı dönemlerde Türkiye'de Türk aydını, yazarı